տարբեր թվեր կան զոհերի մասին, 500-ից մինչև 1000, ոչ միայն կրոնական զանգվածը։ Մենք տեսնում ենք, որ կանայք նաև դուրս են եկել առանց հիջաբներից, ոնց ավելի ազատ ոճով։ Ես չեմ նայում ցույցերին որպես առանձին դրվագ։ Սա մեծ հակամարտության եւ Իրանի դեմ ճնշման գործընթաց է։ Ակնհայտ է Իրանը պատրաստվում է հնարավոր հարձակման։ Եվ այստեղ նոր կրզիսային փուլ կմտնի եւ չգիտենք թե ինչպես կավարտվի, ինչքան լինի կայուն իրավիճակը Իրանում, ավելի շատ նաեւ Հյուսիսում, այդքան լավ Հայաստանի համար։ Առանց էլիտայի ներսում պառակտմանը դժվար է պատկերացնել հեղափոխություն։ Էլիտան չի պառակտվել Իրանում։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն է։ Պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Մի քանի շաբաթ է արդեն Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը։ Ինչ է հայտնի այս պահի դրությամբ, ինչ իրավիճակի Իրանում հետևել եք արդյոք, ինչ է կատարվում։ Այո, անշուշտ։ Այդ ցույցերին ինձ թվում է բոլորը հետևել են եւ տարբեր վիդեո եւ ֆոտոները, որոնք Իրանից վերջերս գալիս ինձ թվում է բոլորը ծանոթ են։ Ըստ այսօր մենք կարող ենք ասենք, որ ցույցերը գրեթե ավարտվել են։ Այո, նաև պետությունը ուժ էր կիրառել եւ ուժը կիրառեց հիմնականում, երբ որ արդեն ցուցարարներին անվանեցին ահաբեկիչներ, որոնք սկսեցին հարձակվել արդեն զենք կիրառելով ոչ միայն պետական կառույցների դեմ, այլ նաև անվտանգության մարմինների դեմ, մզկիթների դեմ եւ այլն։ Այդ դրանից հետո պարզ էր, որ արդեն կառավարությունը եւ անվտանգության մարմինները ավելի կոշտ քայլերի կդիմեն։ Երբ որ իրենք դիմեցին ավելի կոշտ քայլերին, այո, տարբեր թվեր կան զոհերի մասին, 500-ից մինչև 1000, բայց օրինակ պետական տեղեկատվական կայքերը հրատարակեցին անունները, ով էր զոհվել ոստիկանությունից, սեպահից եւ այլ կառույցներից, այսպիսի թվի քանակի զոհեր ես անկեղծ չեմ հիշում այս վերջի մոտ 50 տարվա ընթացքում, որտեղ այս ամենամեծ ցույցերն են 79 թվից հետո։ Այդ դրանից հետո արդեն պետությունը ցույց տվեց, որ ինքը ունի ներքին լեգիտիմություն եւ կազմակերպեց արդեն ալտերնատիվ ցույցեր եւ դուրս եկան ոչ միայն ասենք ասենք լոյալիստները, ով աջակցում է իշխանության, այլ նաև չեզոք ժողովուրդը, որը իրականում վախեցած էր այս ընդանուր իրադարձություններից, որովհետև ինչպես շատ հաճախ ելնում է, մենք տեսնում ենք կադրերը Տեհրանից, տեսնում ենք ինչպես այնտեղ ինչ-որ բաներ վառվում, այպում է, բայց մեր գործընկերները օրինակ լինելով Տեհրանի հյուսիսում, որ ամենա, ասենք, լիբերալ եւ հարուստ թաղամասերից մեկը, այնտեղ ոնց որ ոչ մի բան տեղի չէր ունենում, զուգահեռ կյանքեր են։ Եվ կա այլ ժողովուրդը, որը շահագրգռված էր հնարավորինս շուտ այս պատմությունը ավարտվի։ Եվ նաև այս ցույցերում, որը կազմակերպեց նաև իշխանությունը, մենք տեսնում ենք, որ ոչ միայն կրոնական զանգվածը կար։ Մենք տեսնում ենք, որ կանայք նաև դուրս են եկել առանց հիջաբներից, ոնց ավելի ազատ ոճով։ Այսինքն կարող ենք ասել, որ հիմնականում մարգինալ զանգվածներ ժողովրդի այդ բաներ ավերածություններն անում ու հիմնականում տենց իշխանությունները կարողացան իրավիճակը կայունացնել։ Դժվար ասել իրանք մարգինալ են թե ոչ, բայց ակնհայտ է, որ իրանք ռադիկալիզացվել են։ Հիմա մենք չգիտենք իրանք ի սկզբանե ռադիկալիզացված են, թե այս ընթացքում այս հոսքի մեջ ընկան, բայց այո, իրանք փոքրամասնություն են, այս ընդանուր լայն պատկերին հետ են այն։ Բացի բարձրավոր կա դժգոհություն տնտեսական ճգնաժամ պատճառով, որը կապված է ոչ միայն արժույթի հետ, այլ նաև ջրի հետ խնդիրները, բոլորը գիտենք Տեհրանում, լույսի հետ կապված խնդիրները, այլ նաև կային էթնիկ, եթե ասենք ասենք, հիմքեր, օրինակ ամենակոշտ ցույցերը, որոնք տեղի են ունեցել, իրանք տեղի են ունեցել Իլամ նահանգում, որտեղ քրդեր են հիմնականում եւ լոռերն են բնակեցվում։ Նկատում եմ, տարբեր շերտեր կային։ Միևնույն ժամանակ, օրինակ Տեհրանում ընդհանրապես ոչ մի տեղ չէր լինում, եւ ցույցերը, ամենալայն ցույցերը տեղ ունեցան ի սկզբանե բազարներում, որ այո, տնտեսական հիմք այնտեղ տեսնում ենք։
Իսկ ինչպես ստացվեց, որ տնտեսական բողոքի կոչերով ցույցերը շատ արագ ձևափոխվեցին, դարձան քաղաքական պահանջով ցույցեր։ Սկզբում մարդիկ բողոքում էին ուղղակի այդ ռեալի արժեզրկումից, տնտեսական խնդիրներից, հետո միանգամից սկսեցին պահանջել այաթոլլայի հրաժարականը, ոնց ձևափոխվեց։ Յուրաքանչյուր հեղափոխությունը այդպես է տեղի ունենում, չէ՞։ Պիտի լինի ինչ-որ տնտեսական խնդիր, եւ տնտեսական խնդիրները յուրաքանչյուր երկրում այսօր կան։ Չկա որևէ երկիր, որտեղ ինչ-որ խնդիր չկա։ Հետո իրանք տրանսֆորմացվում են արդեն քաղաքական պահանջների։ Սա հիմնական հետաքրքիր մոմենտ է, հաշվառնելով, որ այսօր ռեֆորմիստներն են, ասենք, ասենք Իրանի իշխանությամբ, այլ ոչ թե պահպանողականները։ Այո, իրանք պատրաստ են այս ռեֆորմներին եւ իրանք տարբեր ծրագրեր ունեն, իրանք ընդունում են, որ խնդիրները կա եւ Մասուդ Պեզեշկյանը դրա մասին ասաց, այո, մենք հասկանում ենք դժգոհությունը, բոլորդ ունեք իրավունք դուրս գալ եւ իրանք ավելի մոդեռն են վերաբերվում այսպիսի ցույցերին, համեմատելով պահպանողական, ասես ասած, թևին, բայց միևնույն ժամանակ իրանք ունակ չէին բավարարեն այդ պահանջները, այս արժեզրկումը, որի մասին ասեցիք, իրականում կա արժեզրկումը նրա մասին, որ խոսում են 2000 ավել քան տոկոս, բայց իրականում կես տարվա ընթացքում 40%-ի մասն է խոսքը գնում։ Այո, եւ ամեն տարի 40-ից 50% գնալով արժեզրկվում է ինքը։ Նկատում այդպիսի կատաստրոֆիկ պատկեր, ինչպես շատ հաճախ ներկայացնում են, տեղի չէր ունեցել Իրանում, բայց այո, անշուշտ այլ խնդիրներ կան։ Արդյոք այս ցույցերին արտաքին միջամտություն կար, մասնավորապես ԱՄՆ-ից, Իսրայելից, թե զուտ ներքին բողոքի ակցիա էր։ Երկուսն էլ տեղի են ունեցել, մեկը մյուսը չի բացառում։ Երբ որ մենք տեսնում ենք ինչպես, չգիտեմ, Ամերիկայի պաշտոնյաներ արդեն նույնիսկ չեն թաքցնում եւ բաց դրա մասին գրում են, որ այո, Մոսադը եւ այլ ագենտներին մաղթում ենք հաջողություն այս ցույցերում եւ այլն, որոնք այնտեղ քայլում են, սա առաջին ինդիկատորն է, որ բաց փաստացում են, երկրորդը ինչպես փակ երկրում տեղեկատվական տեսանկյունից փակ նկատում եմ, որ պետությունը ուզում է լիովին վերահսկի ընդանուր հոսքերը։ Դա բարձր յուրաքանչյուր պետությունը կցանկանա վերահսկի։ Ինչպես այդպիսի երկրում հայտնվեցին օրինակ Starlink-ի սարքերը։ Այո, բարձր որտեղ այնտեղ կա կոռուպցիայի խնդիրը եւ տարբեր կանալներ կային, ինչպես կարողացան ներմուծեն այդ սարքերը։ Ինչու են իրանք ներմուծվել։ Հիմա բոլորս գիտենք, որ Starlink օգտագործում է ոչ միայն ասենց քաղաքական նպատակներով, ամեն մեկը իր համար, այլ նաեւ ապահովում է Ուկրաինայի զինված ուժերի կայունությունը տեղեկատվական, որովհետեւ այլ դեպքում իրանք սա իրանց տալիս է մրցակցային առավելություն եւ տեսնում են, որ այո, կարելի է իրան այս տեխնոլոգիան օգտագործել նաեւ կոմունիկացիայի համար, որովհետեւ Starlink-ը ոնց հասկանում ենք Իրանում օգտագործում են ոչ թե նպատակով, որպեսզի պատկերը ցույց տային, այլ տարբեր ցույցերը կարողանան քարոզչական նպատակով կարողանան կոորդինացնեն տարբեր կետեր, որտեղ Իրանը շատ մեծ եւ լայն պետություն է եւ այո կոորդինացիայի կարիք կա, առավելևս երբ որ պետությունը ընդհանուր ինտերնետը անջատում է։ Եթե այդ սարքերը ներբերվել են ինչ-որ մի ձև Իրան, դե բարձր ինչ-որ մի նպատակով։ Եվ երրորդը, որ մենք կարդում ենք եւ ուսումնասիրում ենք վերլուծությունները մեր գործընկերներից, չգիտեմ, Իսրայելից, Միացյալ Նահանգներից, մենք տեսնում ենք ինչպիսի սցենարներ էին իրենք մշակում, նույնիսկ բաց ձևաչափով, այս վերջին մոտ 5-10 տարվա կտրվածքով։ Սկսալ, չգիտեմ, ավելի կայուն ներքին հեղափոխությունից, երբ որ էլիտայի մի մասը վերցնում է իշխանությունը եւ տրանզիտա փաստած տեղնում, վերջ ավարտվելով Իրանի արդեն մասնատման ֆրագմենտացիայի գործընթացը։ Կտեմ տարբեր սցենարները քննարկվում են։ Չնայած ցույցերի ինտենսիվությունը նվազել է, բայց Ամերիկայից հնչում էին կոչեր, Թրամփը մասնավորապես ասում էր, որ չի բացառում ռազմական միջամտությունը, ինչ եք կարծում, պետք է սրան լուրջ վերաբերվել, թե ուղղակի տենց վախեցնելու համար էր ասում։ Անշուշտ, ես չեմ նայում ցույցերին որպես առանձին դրվագ։ Սա մեծ հակամարտության եւ Իրանի դեմ ճշմարտ գործընթաց է։ Մենք հիշում ենք երկու էսկալացիա 2024 թվին, մենք հիշում ենք 12 օրվա պատերազմ 2025 թվին, հիմա մենք տեսնում ենք, որ ցույցեր տեղ ունեցան եւ Իսրայելը Միացյալ Նահանգները պատրաստում են հարվածներին Իրանի դեմ։ Խոսքը կարա գնա լայնածավալ պատերազմի մասին, բայց սա այս սցենարի հավանականությունը ըստ ինձ շատ ցածր է, կամ խոսքը կարող է գնա ավելի թիրախային
հարվածներին, որոշում կայացնողների դեմ, միջուկային ենթակառուցվածքի դեմ, ռազմական ենթակառուցվածքի դեմ, որպեսզի արդեն Իրանը ընդունի փաստացի Իսրայելի պայմանները եւ պահանջները, որտեվ առաջին հերթին ըստ ինձ խոսքը չի գնում Միացյալ Նահանգների մասին։ Եթե մենք նայում ենք Տրամպի ազգային անվտանգության ռազմավարությունը, ապա հասկանում ենք, որ Իրանը արդեն նույնիսկ երկրորդական եւ երրորդական չի։ Հետևաբար Իսրայելն է, որը այս օրակարգը shape է անում եւ արդեն Միացյալ Նահանգների հետ կոմունիկացնում է եւ Միացյալ Նահանգները արդեն ընդունում է Իսրայելի մոտեցումը Իրանի հանդեպ։ Իսկ ինչ հանգուցալուծում կարող է ստանալ այս իրավիճակը։ Իրանի կառավարությունը կարողանա ամբողջությամբ վերահսկել ներքին իրավիճակը կայունացնել երկրում, թե դժվար կլինի։ Այսօր արդեն իշխանությունը վերահսկում է ընդհանուր իրավիճակը։ Այո, դեր կան խնդիրներ նկատի ունեմ ռեֆորմերի տեսանկյունից, այո, կարիքը կա եւ իրանք տեսնում են այդ պահանջը, որ ինչ որ մի բան պիտի անեն, բայց խնդիրը նա է, որ սա երկարաժամկետ հարց է, կարճաժամկետ իրանք այդ հարցը չեն կարող լուծել։ Երկրորդը, ակնհայտ է Իրանը պատրաստվում է հնարավոր հարձակմանը։ Եվ այստեղ նոր այսպես կրզիսային փուլ կմտնի եւ չգիտենք թե ինչպես կավարտվի այդ փուլը եւ հաջորդ փուլը որը կլինի, որտեղ օրինակ 12 օրվա պատերազմի ընթացքում մենք հիշում ենք, որ նույնիսկ ընդդիմադիր զանգվածը Իրանում Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածներից հետո իրենց աջակցությունը հայտնեցին ռեժիմին, որովհետեւ իրանք ասում են, որ սա հարձակում է ոչ իշխանության դեմ, այլ մեր հայրենիքի դեմ։ Հետևաբար այն ինչ որ մեզ ասում են այատոլան, որ այո իրենք պատրաստվում են պատերազմի մեր դեմ, մեր տանը հարձակվեն եւ հարվածեն, ուրեմն իրենք ճիշտ են։ Նույնիսկ եթե ես ընդդիմադիր եի։ Հիմա իրավիճակը փոխվեց եւ մենք չգիտենք այս հարձակումից հետո ինչ տեղի կունենա։ Իսկ եթե նայենք Հայաստանի տեսանկյունից, ինչ հանգուցալուծումը, ինչ տիպի հանգուցալուծում կարող է դրական լինել Հայաստանի համար, այս իրավիճակի ինչպիսի լուծումը կարող է դրական լինել մեզ վրա։ Մեզ համար այս իրավիճակը գերկարևոր է, որովհետև գիտեք մենք ունենք երկու հատ սահմաններ, երկու հատ բաց սահման, մեկը Իրանի հետ եւ մեր էքսպորտի ավելի քան 30%-ը Իրանով է անցնում։ Եվ երբ որ 2025 թվականի պատերազմի ընթացքում ինձ թվում է շատերը հիշում են ինչպես մեր էքսպորտը խնդիրների հետ առաջացավ։ Ինչը կարևոր մեզ համար։ Առաջին այսօր Տրամպը հայտարարեց, որ նրանք ով շարունակում են առևտուրը Իրանի հետ, կպատժվեն 25% տարիֆներով։ Այո, մեր ապրանքաշրջանառությունը Իրանի հետ մոտ $700 միլիոն է տարեկան։ Միացյալ Նահանգների հետ մոտ 2 անգամ քիչ։ Եվ մենք ավելի շատ ներմուծում ենք, հետեւաբար այս խնդիրը մեզ այդքան էլ չի վերաբերվում, բայց այս խնդիրը կարող է օրինակ վերաբերվի Գերմանիային, ԵՄ-ին, որտեղ ԵՄ-ի հետ Իրանի ապրանքաշրջանառությունը ավելի քան $2 միլիարդ է, Հարավային Կորեային եւ այլ գործընկերներին, ում վրա Միացյալ Նահանգները ցենց ճնշում ունեն եւ համարվում են դեր ֆորմալ դաշնակից։ Երկրորդ ինչով է մեզ համար կարևոր, ինչքան լինի կայուն իրավիճակը Իրանում, ավելի շատ նաեւ Հյուսիսում, այդքան լավ Հայաստանի համար եւ սա լավ իդեպ ինդիկատոր է ամենակայուն հատվածներից մեկը դա Իրանի հյուսիսն էր, որտեղ ցույցերի քանակը շատ քիչ էր եւ գրեթե որոշ տեղերում նույնիսկ չկա։ Եթե տեղի ունենա ներքին էլիտայի հեղաշրջում, որը չի բերի ապակայունացման ինչ որ գործընթացների մասնատմամբ եւ այլն, եւ ինքը ունենա համ ներքին լեգիտիմություն, համ արտաքին լեգիտիմություն, դա էլի Հայաստանի համար ընդհանրապես խնդիր չի։ Հայաստանի համար կարևոր է որ Իրանը շարունակի լինի Հայաստանի համար գործընկեր կոմունիկացիաների տեսանկյունից, էներգետիկայի տեսանկյունից, եւ մենք ստեղ ավելի շատ համակտող շահերը ունենք տարածաշրջանում եւ նոր իշխանությունը ասենց իդ քայլ չանի այդ սկզբունքներից։ Հասկանալի է։ Թրիփի հետ կապված դե գիտենք, որ մոտ ժամանակներս հնարավոր է շինարարությունը սկսվի, որը հենց Իրանի սահմանակից հատվածում է տեղի ունենալու։ Այս լարվածությունը, այս ապակայունացումը ոնց կարող է ազդել այդ գործընթացների վրա, թե ընդհանրապես ազդեցություն չի ունենա։ Չի կարող չունենա,
առնվազն, ասենք, տեղեկատվական, էմոցիոնալ ֆոնը կլինի բացասական, հաշվի առնելով, որ Իսրայելի ներկայությունը Արցախի հարավում եւ Ադրբեջանի տարածքում եւ պոտենցիալ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Հայաստանում, Իրանում ընկալվում է որպես մեկ օղակ։ Իրենք չեն տարանջատում այս երկու սպառնալիքներից իրենց, մեկ օղակ է, որ ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ։ Եվ այս ցույցերից հետո եւ պոտենցիալ հարձակումը եթե տեղի ունենա Իրանի դեմ, յուրաքանչյուր ակտիվ ներգրավվածություն Միացյալ Նահանգների Իրանի սահմանների մոտ դա խնդիր կարող է առաջացնել։ Հետևաբար Հայաստանը պիտի ամեն ձևով կարողանա հասնել այն կոնֆիգուրացիային, որը չի նախատեսում ուղղակի Միացյալ Նահանգների ներկայությունը Իրանի սահմանի մոտ, որպեսզի չեզոքացնի այս մտահոգությունները Իրանի կողմից։ Իսկ ինչ պետք է անի Հայաստանը այս փուլում կամ ընդհանրապես մինչև այս Հայաստանի գործողությունները ոնց կգնահատեք, արդյոք ճիշտ էր այս դիրքավորումը, ընդհանրապես թեմայի վերաբերյալ որևէ բան չասելը կամ սրանից հետո ինչ պետք է անենք։ Այո, Հայաստանը բավականին չեզոք էր այս ընդհանուր ժամանակահատվածում, գուցե նույնիսկ Հայաստանը կարող էր sense չեզոք պրոֆիլը պահեր, բայց մենք ունենք տարբեր կանալներ կոմունիկացիաների, պաշտոնյաների միջև եւ իրենք բավական լավ աշխատում են։ Հիմա մենք չգիտենք այդ կանալներով արդյոք կար ինչ-որ կոմունիկացիա, բայց եթե այդ հնարավորությունը կար օգտագործել, ապա ինձ թվում է շատ կարևոր կլիներ այդ կանալները օգտագործել։ Իրանի համար նաև կարևոր է թե իր հարևանները ինչ մոտեցում ունեն այս իրադարձություններին եւ խոսքը միայն Հայաստանի մասին չի գնում, բացի Չինաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից բոլորը sense գրեթե զուսպ են իրենց պահում, բայց հաշվառնելով որ Իրանը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունի քան թե պայմանական այլ երկրների համար, այո, Հայաստանը կարող էր ավելի ակտիվ լինել նույնիսկ այս փակ գործընթացներում։ Իսկ այս տեղի ունեցողը Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Չեմ տեսնում, որ որևէ խնդիր դա լինի Իրան-Ադրբեջան հարաբերություններ, որովհետև ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը, որոնք նախատեսված են, իրենք իրականացում են, խոսքը գնում է ոչ միայն հյուսիսարավ ճանապարհին, այլ գազամուղի մասին է խոսքը գնում, Կասպից ծովի շուրջ զարգացումների եւ այստեղ որևէ խնդիրներ, խոչընդոտներ իրենք իրականում չունեն։ Այո, կարող է Իրանում եւ դա ակնհայտորեն կքննարկեն եւ կարող է ինչ-որ մոտեցում մշակեն, հիշեցնեմ, որ Հայաստանում ցույցեր տեղի ունեցան Իրան դեսպանատան դեմ եւ Իրան դեսպանատան դեմ Բաքվում ցույցեր տեղի ունեցան, բայց իրենք տարբերվում են։ Այստեղ եթե հակա ռեժիմի դեմ են ուղված եւ շահի այսպես դրոշակներով եւ իրեն են հիմնականում ողջունում, Ադրբեջանում ինքը ավելի վտանգավոր է, որովհետեւ բոլոր հասկանում որ շահի ուղված միտինգները այսօր իրենք մարգինալ են եւ 25 թիվը նույնիսկ դա ցույց տվեց։ Ադրբեջանում իրանք ավելի վտանգավոր է, որովհետեւ իրանք ազգային սկզբունքներ ունեն, որոնք ուղված են այսպես կոչված հարավային Ադրբեջանին, որ այո պիտի անջատվեք Իրանից միանաք Ադրբեջանին եւ այլն։ Ազգային խնդիրը Իրանի համար այսօր ավելի վտանգավոր է, քան թե շահի ռեֆլեքսները, ասենք ասենք։ Նկատի ունեմ Ադրբեջանի համար ավելի ընդունելի տարբերակ չի լինի, եթե իշխանությունը փոխվի եւ գան ավելի Իսրայելին լոյալ ուժեր իշխանության Իրանում։ Պարզ է, Ադրբեջանը մար դա նախընտրելի սցենար կներ, բայց չկա Իրանում այսօր Իսրայելին լոյալ ուժեր։ Փահլավին շահի ժառանգորդը ինքը ավելի մարգինալ է, դե վերադառնանք դեր առաջին հարցին, ինքը ավելի մարգինալ է եւ ինքը կան բավականի աջակցություն չունի ներսում, այո ինքը ունի մասամբ դրսին լեգիտիմություն Իսրայել եւ մասամբ Միացյալ Նահանգներ, բայց ներսում ինքը լեգիտիմություն չունի, նույնիսկ չեմ ասում արտաքին լեգիտիմությունը այլ ակտորներից եւ շատ կարեւոր է հաշվի առնել իրավիճակը գետնի վրա, իսկ գետնի վրա պրո-իսրայելական ուժեր էլիտայում, որովհետեւ ինչպես Լենինը սովորացնում էր, կա հեղափոխական իրադրությունը,
այո, Իրանում ինքը կա տնտեսական ճգնաժամը, բայց առանց էլիտայի ներսում պարակտմանը դժվար է պատկերացնել հեղափոխությունը։ Էլիտան չի պարակտվել Իրանում։ Եվ նույնիսկ եթե ինքը պարակտվի, այդ էլիտայի ներսում այս պրո-իսրայելական էլեմենտներ առնվազն այսօր իրենք չկան։ Եվ Ադրբեջանը, Թուրքիայի պես իրենք բավականի հարուստ փորձ ունեն, այնց բալանսի փորձ են ասենք, որտեղ Ադրբեջանը շատ լավ բալանսավորում է Իսրայելի եւ Իրանի միջև, եւ ինչ ավելի դժվար է Իսրայելի եւ Թուրքիայի միջև։ Հետևաբար, այո, սա նախընտրելի սցենար կլներ, բայց իր հավանականությունը շատ ցածր է։ Հենց այդ պարակտվածության մասին էի ուզում հարցնել իշխանության ներսում։ Կային խոսակցություններ, որ մասնավորապես ուժայինների մոտ կա մի բլոկ, որը այտենց բողոքում է, չգիտեմ, ներքին բողոք ունի իշխանություններից ու բանակցությունների մեջ է Ռեզա Փահլավիի հետ։ Արդյոք այս տեղեկությունները կյանքի իրավունք ունեն, թե դրանք պարզապես հորինվածքներ էին։ Երկուսն էլ հնարավոր են։ Հիմնականում որոնք են երեկատ ուժերը, առաջինը ՍԵՊԱՀ-ը, ում հոգևոր առաջնորդը նաև վստահում, երկրորդը ոստիկանությունը, երրորդը բասիջները, որոնք էլի գտնվում են հոգևոր առաջնորդի եւ ՍԵՊԱՀ-ի ՍԵՊԱՀ-ը իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Այո, կորպուսի մասն է խոսքը։ Այս երեկատ հիմնական ուժերն եւ վերջում կարող են նաև ներգրավեն բանակը, բացի այդ ամենա ծայրահեղ դեպքում ամենալոյալ ուժերը կորպուսն է եւ բասիջներն են։ Ոստիկանությունը ավելի քիչ, ասենք, կոնտրոլի տակ է եւ ինքը ավելի շատ գետնի կպած եւ ժողովրդին հետ ակտիվ առնչվող մարմիններից է։ Հետևաբար առաջներն այս երկու կառույցներն են ներգրավում։ Ես չեմ կարող պատկերացնել, թե որ կառույցներից մեկը կցանկանային կապ հաստատեին այդ երբ ասում եք պարակտման մասին, խոսքը գնում է էլիտայի բարձր էշելոնի մասին, այլ ոչ թե ինչ որ միակ կառույցներից մեկը, որովհետև ՍԵՊԱՀ-ում այո կան տարբեր լոբիստներ, ասենք, կան նույնիսկ ազգային այդ տեսանկյունից նայենք, կան պանիսլամիստներ, կան պաներանիստներ, կան Ադրբեջանի շահերն առաջ մղում, Հայաստանի շահերը, կատնում ինքը շատ դժվար համակարգ է, բայց այնտեղ չեմ տեսել ինչ որ ինդիկատորներ, որ իրենք առաջինը պատրաստ չլինեն կատարեն հրամանը, եւ սա հիմնական կարևոր ցուցանիշն է, երբ որ մենք ասում ենք էլիտայի մեջ պարակտում է, որ ուժային կառույցներից մեկը հրամանը պատրաստ չի կատարել։ Երբ որ մենք տեսնենք, որ պայմանական ոստիկանությունը կամ այլ մարմինը չկատարեր հրամանը, այո, այս ձեր ասածը կարող է արդեն հիմք լիներ, որ գուցե իրանք ինչ որ պայմանավորվածություններ փորձում են ձեռք բերել։ Հասկանալի է, կարող ենք ասել, որ այդ ցույցերի այդ պիկը արդեն անցել է ու ամենադժվար փուլը արդեն հաղթահարել է Իրանի իշխանություն, թե հնարավոր է այլ զարգացումներ լինեն անկանխատեսելի։ Այս փուլում այո, դժվար պահը, ասենք, արդեն անցել է, բայց այն դեպքում, եթե տեղի ունենա հարձակումը եւ հարձակումից հետո լինեն նոր ցույցերը, դա կլինի արդեն նոր ստրես տեստ եւ արդեն չգիտենք թե ինչ պես եւ ինչ գնով սա էլ է կարեւոր, ինչ գնով իշխանություն դուրս կա, որովհետեւ այսօր գինը շատ բարձր, այտենց բարձր գին Իրանը դեր վերջի 79 թվից դեր չի վճարել, այդտեղ խոսքը չի գնում պատերազմների մասին, այդ խոսքը միակ ներքին հարցերի մասին։ Սա շատ մեծ գին է եւ իրանք պետք է կարողանան հաղթահարել, որտեղ էս նաեւ ժողովրդի իշխողության մեջ էլ ամանալու։ 1 տարի հետո հիշելու են, որ այո, 1 տարի առաջ 1000 հոգի զոհվեց, չգիտենք ինչ թվեր են, արդեն կհայտարարեն։ Սա էլ մեծ խնդիր կլինի, թե ինչպես իրանք այս նարատիվը կձևակերպեն ժողովրդին, գուցե դա ձևակերպեն որպես պայքար արտաքին եւ ներքին թշնամիների դեմ կամ հակահաբեկչական պայքար, որտեղ այս ժողովուրդը ահաբեկիչ են, իրանք իրականում ագենտներ են, Մոսադիս առանձին լեյբլի, որոնք կպցնում են։ Դա կախված է թե ինչ նարատիվ արդեն կլինի։ Հասկանալի է, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։